Կան մարդիկ, որոնց կարելի է փակել բանտում, բայց անհնար է կոտրել նրանց կամքը։ Վարդան Ղուկասյանն անցել է ճնշումների, մեկուսացման, ծանր փորձությունների միջով, բայց չի ծնկել, չի լռել և չի հրաժարվել իր պայքարից։ Այսօր 100 հազարավոր մարդիկ նրա մեջ տեսնում են ոչ միայն քաղաքական գործչի, այլ մարդու, ով պատրաստ է պայքարել Հայաստանի համար։ Վարդան Ղուկասյանի առաջնորդությամբ վերադարձնելու ենք հայությունից հարկադրաբար խլված արժանապատվությունը, վերածնելու ենք ազգային ոգին և կառուցելու ենք արդար արժանապատիվ պետություն։ Ընտրությունների գնում ենք միասին, հաղթում ենք միասին։ Ընտրում ենք Դոկ կուսակցությանը, Քվեաթերթիկ համար 15։ Ողջույն, Փակ TV հարգելի հետևորդներ, այսօրվա իմ հյուրն է Դոկ կուսակցության քաղխորհրդի քարտուղար, պատգամավորի թեկնածու Ռաֆայել Գրիգորյանը, իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել Փակ TV ալիքին։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար, պարոն Գրիգորյան։ Փոխադարձ։ Շնորհակալ եմ։ Պարոն Գրիգորյան, քանի որ դուք Դոկ կուսակցության պատգամավորի թեկնածու եք, ինչպես նաև քաղխորհրդի քարտուղար, ի՞նչն է ձեզ տարբերում մնացած ընդդիմադիր ուժերից։ Ուրեմն մենք հռչակել ենք օրենքի դիկտատուրա, դա նշանակում է, որ մեր իշխանության գալու պարագայում Հայաստանում պետք է համատարած կեցությունը մարդկանց, գոյությունը մարդկանց և գործունեությունը մարդկանց լինի օրենքի տառին համահունչ և օրենքի տառին համապատասխան։ Ամենաարդարացի և խիստ ձևով դա պիտի մենք իրականացնենք։ Չի լինելու այնպես, որ որևէ մեկը նույնիսկ սխալմամբ, եթե նա դատապարտելի արարք է գործել, այդ իրավաբանության մեջ կոչված նրբացուցիչ հանգամանքները չեն գործելու, որ լինի այսքան տարուց կամ այսքան ամսից մինչև այսքան ամիս, չի լինելու նման բան, նա պետք է անպայման պատժվի օրենքի տառին համահունչ։ Ինձ թվում է, որ մեր այս հռչակած կարգախոսը հենց ինքը մարդկանց մեջ պետք է առաջացնի այդ միտքը, որ դրանով մենք այլևս տարբերվում ենք մյուս կուսակցություններից։ Շատ լավ, եթե վաղը հայտնվեք կոալիցիոն բանակցությունների մեջ, որ ուժերի հետ համագործակցությունը բացառում եք։ Այս հարցը շատ կարևոր է, քանի որ հանրությունը հետաքրքրվում է, հանրությունը կարծիք է հայտնում այն մասին, որ վախեր ունեն, եթե իրենց ձայնը, իրենց քվեն տան Դոկ կուսակցությանը, կարող է Դոկ կուսակցությունը իր ձայնը փոշիացնել կամ միանալ գործող իշխանությանը։ Մենք ձգտում ենք այն բանին, որ այդ կոալիցիոն համաձայնությունները տեղի չունենան։ Ինչպես ենք ձգտում դրան, որ մենք կարողանանք մեծամասնություն ձևավորենք խորհրդարանում և դրա անհրաժեշտությունը չլինի։ Սա մեկ։ Երկրորդը, իհարկե, մեր կուսակցության կողմից, մեր գլխավոր շտաբի պետի Լևոն Բաղդասարյանի կողմից բազմիցս հայտարարվել է դրա մասին, բայց քանի որ անհրաժեշտություն կա խոսել դրա մասին նաև այստեղ հիմա, ես ասեմ, ուրեմն մեր դիրքորոշումը այսպիսին է. առաջին հերթին ներկայիս և անցյալի իշխանությունների հետ, կուսակցությունների հետ
այսինքն անցյալի ինչ առումով որ Նախկին ներկայիս եւ իշխանական ուժի եւ ընդդիմադիր ուժերի հետ սակայն մենք ունենք նաեւ մի ակետով նախապայման եթե այդ ուժերի մեջ կլինեն այնպիսի անձնավորություններ, այնպիսի կադրեր, որպեսզի հնարավոր կլինի նրանց օգտագործել նաև մեր թիմի մեջ ի բարօրություն, այսպես ասած, մեր երկրի, մենք ունենք այդ նախապայմանը։ Եթե նա հանցանքի մեջ որպես մասնակից եղել է, նա պետք է անպայման համընդհանուր հանրության առաջ խոստովանի իր մեղքերը, իր հանցագործությունները, կրի համապատասխան պատիժ, օրենքի դիկտատուրային համապատասխան, հետո արդեն մենք հետագայում այդ ամենը անելուց հետո եթե նա ցանկություն կունենա համագործակցել մեզ հետ ընդունելով մեր գաղափարախոսությունը, մեր նախընտրական արդեն ծրագիրը, մեր կանոնադրությունը, մենք իհարկե կընդգրկենք նաև նման մասնագետի անձնավորության, ես ինչու եմ ընդգծված ասում, որովհետև մենք գտնում ենք և համոզված ենք, որ մեր երկրի, մեր հայրենիքի բարգավաճման համար օդի պես անհրաժեշտ են արհեստավարժ, բանիմաց, ազնիվ, նվիրված և կարգապահ կադրեր բոլոր ոլորտներում, բոլոր բնագավառներում։ Հիմա տարօրինակ չի թվա արդյոք, որ եթե մարդը արդեն իր պատիժը կրել է, խոստովանել է, բայց նա իսկապես բարձրակարգ մասնագետ է ինչ-որ մի բնագավառում, մենք ասենք չէ, դու այնուամենայնիվ դու նախկին ես կամ նախկին ընդդիմադիր ես և այլն, և դա չի լինելու, որովհետև կարևորը դա մեր երկիրը ինչքան որ հնարավոր է արագ ոտի կանգնել և զարգացնել։ Պարոն Գրիգորյան, 2021 թվականին գործող իշխանությունը շատ գեղեցիկ կերպով նախընտրական ծրագրեր է ներկայացրել հանրությանը, բայց ինչպես հանրությունն է ասում, 8 տարվա մեջ նրանք այդ գործերը չեն տեսել։ Հիմա, եթե ժողովուրդը պետք է վստահի ձեզ և իր քվեն տա ձեզ, եթե դուք գաք իշխանության, ո՞րն է լինելու ձեր առաջին այն կոնկրետ քայլը, որով ժողովուրդը կզգա, որ իրոք ճիշտ է արել, որ իր քվեն տվել է ձեզ և իր առօրյայում կզգա այդ փոփոխությունը։ Թույլ տվեք նկատել, որ կան քայլեր, մենք այդպես ենք գտնում, որոնք համարակալել չի կարելի և առանձնացնել միայն մի քայլ, առաջին քայլ, որովհետև պահանջում է, երկիրը պարզապես պահանջում է, կարոտ է վճռական քայլերի հաջորդականության։ Ձեր թույլտվությամբ և ես եթե կարելի է շարադրեմ, թվարկեմ այն քայլերը ոչ թե միայն մի առաջին քայլը, որը մենք շատ ենք կարևորում մեր իշխանության գալու պարագայում առաջին բանը, ինչից պիտի սկսենք և ինչն է մեր բաները, հաջորդ քայլերը։ Եվ այսպես, առաջին ամենակարևոր քայլը, սա ձեր հարցին անմիջապես բավարարություն եմ տալիս, այսպես ասած, բոլոր կաշառակերներին պատերազմի ընթացքում պատերազմների ներողություն, պատերազմների ընթացքում դավաճանություն գործած անձանց, ռազմական բյուջեն թալանողներին խստագույն
պատիժ, օրենքի տարին համահունչ եւ համապատասխան, որովհետեւ օրենքի դիկտատուրա ենք մենք հռչակում։ Ենթակետ Ա. Վկայակոչել մեր գաղափարախոսության հիմնասյուներից մի ձևակերպում, մի բանաձև, որով մենք առաջնորդվելու ենք։ Երկիրս նոր միայն ես, երկրիս նոր միայն ինձ, որովհետև ցավոք սրտի մենք այնքան ենք ճահճացել եսասիրության, առաջինը մեր մասին մտածելով, որ մենք ուզում ենք այդ մտայնությունը փոխել, վերափոխել մարդկանց գիտակցության մեջ, բայց առաջին շրջանում, քանի որ դա արդեն արմատացած է, առաջին շրջանում գոնե մինչև որ դա արդեն դառնա մարդկանց մեջ բարի սովորություն, այսպես ասած, դա պետք է մենք փոխենք միայն պատժամիջոցների միջոցով։ Այսինքն, եթե մենք հռչակում ենք երկիրս նոր միայն ես, եթե մարդու ուղեղում գիտակցության մեջ դեռ այն է, որ ես հլա իմ խնդիրները բանանեմ, լուծեմ, հետո կտեսնենք, դե երկիրը խոչի մեռնի, կամ երկրից նոր միայն ինձ, հլա ինչքան կարելի է ես դիզեմ, հետո եթե տակը բան կմնա, կթաքցնեմ եկամուտները, բան եւ այլն, ոչ, երկրից, միայն մարդը պետք է աշխատի գործի այդ մտայնությամբ, ես այս բանը որ անում եմ, երկրից ինչ եմ տալու, ոչ թե ես ինչ ունեմ դրանից, ինչ օգուտ ունեմ դրանից, հասկանում եք, այսինքն մենք գտնում ենք հակառակ մտածող մարդը, հայ է եւ Հայաստանի քաղաքացին, այսինքն մեր երկրում կան նաեւ այլ ազգի քաղաքացիներ, ճիշտ է, բայց նրանք պետք է բոլորը ենթարկվեն այս կարգախոսին։ Երկրից նոր միայն ինձ։ Հակառակը համարվելու է դավաճանություն եւ պատժելի արարք։ Ինչպես եք պատժելու։ Ինչպես ենք պատժելու։ Ես կարծում եմ, որ գոյություն ունի երկրում եւ քրեական օրենսգիրք, եւ վարչական բաների խախտումների համար օրենսգիրք, օրենքի տարին համահունչ եւ համապատասխան։ Պարզապես առանցքական բաներ չպետք է լինեն։ Եվ այս կարգախոսը պետք է գործի ներքևից մանկապարտեզի երեխայից, պատկերավոր ասած, մինչև երկրի ղեկավար։ Կան մարդիկ, որոնց կարելի է փակել բանտում, բայց անհնար է կոտրել նրանց կամքը։ Վարդան Ղուկասյանն անցել է ճնշումների, մեկուսացման, ծանր փորձությունների միջով, բայց չի ծնկել, չի լռել եւ չի հրաժարվել իր պայքարից։ Այսօր 100 հազարավոր մարդիկ նրա մեջ տեսնում են ոչ միայն քաղաքական գործի, այլ մարդու, ով պատրաստ է պայքարել Հայաստանի համար։ Վարդան Ղուկասյանի առաջնորդությամբ վերադարձնելու ենք հայությունից հարկադրաբար խլված արժանապատվությունը, վերածնելու ենք ազգային ոգին եւ կառուցելու ենք արդար արժանապատիվ պետություն։ Ընտրությունների գնում ենք միասին, հաղթում ենք միասին։ Ընտրում ենք Դոկ Կուսակցությանը, Քվեաթերթիկ համար 15։ Այո, ուրեմն սա առաջին քայլն էր։ Երկրորդ քայլը անպայմանորեն երկրի ռազմական ներուժի հզորացում, բանակում արմատական վերափոխումների եւ վերակառուցման շնորհիվ, ռազմատեխնիկական արդյունաբերության ստեղծում եւ զարգացում, ռազմական գիտության ժամանակակից ձեռքբերումների շնորհիվ։ Իզուր չէ, որ մեզ
մեր նախընտրական ցուցակի մեջ կան ռազմական գործիչներ, սպայակազմ, դա պարզապես հենց այնպես այսպես ասած համագործակցություն կամ միացում չէ։ Մենք պետք է ներգրավենք այդ ներուժ ունեցող փորձառու ազնիվ նվիրված սպայակազմին, որպեսզի կարողանանք հենց այս մեր կետ քայլը իրագործենք։ Նվիրյալ, դա շատ կարևոր է։ Երրորդ, ամենակարևորներից մեկը նաև, քանի որ Սուրբ Երրորդության թիվն է կրում նաև երրորդ, կրթություն, գիտություն, մշակույթ, արմատական վերակառուցում, անցում խորհրդային շրջանի տասնամյա միջնակարգ կրթության, վերադառնալով տասնամյա պոլիտեխնիկական կրթական համակարգին։ Ինչ է նշանակում պոլիտեխնիկական։ Խորհրդային շրջանում միջնակարգ կրթություն ստացած պատանին կամ աղջիկը տեղյակ էր բոլոր բնագավառներից։ Նրան դասավանդում էին հավասարապես բոլոր առարկաները բոլոր ոլորտներից, աշխարհագրություն, մաթեմատիկա, այսինքն նախնական ներքին բազա էր ստեղծվում մարդու ներսում, պատանու ներսում։ Հետո ավարտելուց հետո թե նախապատվությունը որ մասնագիտությանը կտա, որտեղ կուզենա շարունակել իր կրթությունը, դա արդեն թողնում էինք իրենց կրթության։ Ես մի օրինակ բանանեմ, ուրեմն մենք Վանաձորում խորհրդային շրջանում ունեինք հայկական արտեկ պիոներական ճամբար, միջազգային։ Տարբեր երկրներից գալիս էին պատանիներ, աղջիկներ հանգստանալու մեր գեղատեսիլ Վանաձորում։ Եվ երբ որ ասենք զրույցներ էին կազմակերպում, ասենք բանավեճեր էին կազմակերպում, մեր երեխաները, նույնիսկ պիոներները 12-13 տարեկան երեխաները այդ բանավեճերում միշտ հաղթողի դերում էին հանդես գալիս, որովհետև հարցեր կային, այնտեղ գիտեք շերտավորված կրթության արդյունքեր թե ինչ, կար բնագավառ, որ իրենք ընդհանրապես գաղափար չունեին։ Ասենք միջազգային բանի սպորտի մասին բանավեճեր կազմակերպվող, միջազգային ուրեմն կարգի աշխարհի չեմպիոններ եւ այլն, մեր երեխաները անգիր գիտեին, ասենք թե Անգլիայի բանը գեհասախքի բանի չեմպիոնուհուն, նրանք միայն պարփակված էին իրենց երկրի մեջ, այն էլ երեխաներ կային, որ ընդհանրապես չգիտեին, թե ինչ գեղասահքը, ինչ է, այդ ինչ մրցումներ են։ Այսինքն այս պոլիտեխնիկական կրթությունը հնարավորություն է տալիս երեխային ստեղծել ինչ-որ մի որոշակի ներքին պաշար, որը նրան նաև հնարավորություն է տալիս դպրոցը ավարտելուց հետո, միջնակարգ կրթությունը ստանալուց հետո ընտրություն կատարել։ Իսկ ինչն էր այդ բոլոր դասավանդած առարկաներից իր համար ինչն էր ավելի գրավելի, ինչով կուզենար բանանել, շարունակել իր կրթությունը այս անգամ արդեն մասնագիտական բարձրագույն կրթություն ստանալու։ Եվ չորրորդը դա առողջապահության բուժական համակարգի կատարելագործումն է։ Այս 4 հենասյուներն են, որ մենք իշխանության գալու պարագայում պետք է տանք առաջնահերթություն եւ զբաղվենք սրանով։ Այսինքն հիմա ամփոփելով միտքս, ասեմ նաեւ այսպես. զինվորականությունը, մանկավարժները եւ առողջապահության ոլորտի բոլոր աշխատողները պետք է վարձատրվեն ամենաբարձր դրույքաչափերով,
նրանք չպետք է ունենան սոցիալական, տնտեսական եւ ֆինանսական ոչ մի խնդիր, որպեսզի ամբողջությամբ նվիրվեն իրենց առաքելությանը։ Ну, այստեղ կա նաև այլ բնագավառներ, բայց կարծում եմ, որ ժամանակի սովորության պատճառով այլևս կարելի է չշարունակել։ Շատ լավ, պարոն Գրիգորյան։ Ձեր կուսակցության, դոկ կուսակցության ամենամեծ ռիսկը այս ընտրություններում ո՞րն է ըստ ձեզ։ Մենք ոչ ամենամեծ ռիսկ ունենք, ոչ էլ ամենափոքր ռիսկ ունենք։ Հասկանում եք։ Այդ ինչպես։ Այնպես որ գիտեք մենք գիտենք որ պիտի գանք իշխանության մենք գիտենք որ պետք է ամբողջովին ամբողջ հոգով նվիրվենք մեր երկրին մեր հայ մարդուն եւ վստահ ենք ու հավատացած որ մենք դա անելու ենք, մենք դա իրագործելու ենք։ Դրա համար անձամբ ես ռիսկերի մասին չեմ մտածում։ Շատ լավ։ Պարոն Գրիգորյան, 19 քաղաքական ուժ է մասնակցում 2026 թվականի համապետական ընտրություններին, որից մեկը հենց դոկ կուսակցությունն է։ Սակայն իմ կարծիքով դուք գտնվում եք մնացած այլ քաղաքական ուժերից անհավասար պայմաններում, ասեմ ինչու։ Քանի որ մյուս 18 քաղաքական ուժերի վարչապետի թեկնածուները իրենց հետ են, մասնակցում են իրենց հետ քարոզարշավին, կարողանում են միասին ժողով անել, քննարկել ամեն ինչ։ Սակայն դոկ կուսակցության վարչապետի թեկնածուն, ինչպես դուք եք նշում, Վարդան Ղուկասյանն է, եւ նա գտնվում է բանտում։ Ինչպես է։ Ներեցեք, փոքրիկ ուղղում անեմ, նա բանտում չի գտնվում, նա գտնվում է կալանավայրում։ Կալանավայրում։ Այո, որովհետև նրա ուրեմն, այսպես ասած, մեղադրական հոդվածները քրեական չեն։ Եթե քրեական լինեին, նրան պիտի բանտ նստեցնեին, բայց նա ամենաանարդարացի, եղկելի անարդարացի կերպով պահում են կալանավայրում, Հենդերսոնի կալանավայրում։ Կներեք, ինչպես եք դուք պայքարում այդ ուղղությամբ եւ ինչպես եք ուզում այդպես հաջողության հասնել, որովհետեւ վարչապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը այստեղ չէ եւ ձեր հետ չէ։ Նախ ես ձեզ մի բան հայտարարեմ նորից, որովհետեւ ժողովուրդը ազգաբնակչությունը իմանալով, որ Վարդան Ղուկասյանը հանվել է ուրեմն նախընտրական ցուցակից առաջին համարից չգիտես ինչու անմիջապես ենթադրություն է արել որ ուրեմն բանը Վարդան Ղուկասյանը եթե չկա ուրեմն դոկ կուսակցությանը չեն գրանցել ուրեմն դոկ կուսակցությունը ընտրություններին չի մասնակցելու եւ նույնիսկ այս հիմիկվա իրագործվող քարոզարշավը շատ մարդկանց վրա դեռ դրական ազդեցություն չի գործել։ Ես ցանկանում եմ դիմել մեր ժողովրդին եւ ասել հարգելի հայրենակիցներ, դոկ կուսակցությունը գրանցված է նախընտրական կամպանիայի համար։ Դոկ կուսակցության քվեաթերթիկի վրա դաջված է 15 համարը եւ դոկ կուսակցությունը պետք է մասնակցի ընտրություններին եւ հաղթի եւ կազմի իշխանություն ձևավորի իշխանություն անկասկածելի հանգամանք գոյություն չունի։ Սա մեկ։ Հիմա ես ձեզ ասեմ, մենք ավելի շատ էինք սպասում այդ անհավասարության վնասներ կրելուն, բայց արի ու տես, որ այդքան էլ աղետալի չեղավ, ինչի շնորհիվ։ Դոկ կուսակցության
մեր հիմնադիր առաջնորդ Վարդան Ղուկասյանին առևանգելուց հետո կալանավորելով Հենդերսոն իրենց կալանավայրում ամենադաժան փորձությունների ու խոշտանգումների են ենթարկել։ Որոշ մարդիկ պատկերացնում են, թե եթե ասում ենք խոշտանգում, ուրեմն այնտեղ ծեծել են, չգիտեմ, դաժան են վարվել, բայց տեսեք այսպիսի բան, եթե մարդու ճնշումը կտրուկ բարձրանում է 230-ի և նրա քիթը առնահոսում է և ոչ մի օգնություն բժշկական չի ցուցաբերվում և այդ բժշկական օգնության ցուցաբերումը բանից պարզում է, որ վճարովի է այդ կալանավայրում, դա խոշտանգում չէ արդյոք։ Ուրեմն եթե դու վճարունակ չես, իսկ կալանավայրում շատերը իսկապես վճարունակ չեն, դու թողնվում ես բախտի կմահաճույքին, դե արյուն է գալիս է, հետո կկտրվի։ Կամ դրսից սնունդ չեն ընդունում, ասենք Վարդան Ղուկասյանի մայրը իրավունք չունի իր որդու համար ինչ-որ մի ուտելիք պատրաստել և փոխանցել որդուն։ Եթե նման բան ուզում ես, պետք է վճարես։ Մինչև Վարդան Ղուկասյանի կալանավորվելը, այդ կալանավայրում կալանավորներին զբոսանքի չէին հանում ընդհանրապես, բայց եթե 15 րոպեի կարող էին հանել, եթե այդ 15 րոպեի համար կարող ես վճարել։ Ամերիկան ամենտեղ բիզնես է անում, այսպես ասած։ Եթե վճարունակ չես, ուրեմն դու մնում ես անընդհատ քո բախտի կմաճ։ Այո։ Վարդան Ղուկասյանը այս արդեն լեգենդար անձնավորությունը կալանավորվելուց հետո հասել է այն բանի, որ ոչ միայն այլևս չեն գանձում ինչ-որ դոլար, որպեսզի զբոսանքի հանեն, հասել է այն բանին, որ կալանավորներին զբոսանքի են հանում 2 անգամ օրը 30-30 րոպեով, առավոտյան և երեկոյան։ Այսինքն հայ մարդը, իսկ այդ Հենդերսոնի բանտում կան տարբեր ազգերի, տարբեր գույների ներկայացուցիչներ, թխամորդ, դեղնամորդ, չգիտեմ ինչ, հայ մարդը բոլորի համար կարողացել է ապահովել այդ ամենը։ Բժշկական օգնության առաջին օգնություն ցուցաբերելը դարձել է այնտեղ արդեն բնական գործառույթ, առանց վճարման առաջին օգնությունը, բայց դա էլ նվաճում է, այնպես չէ, և վերջինը, որ դուք ասում եք, մտավախություն չունեք անհավասար, այսօր Վարդան Ղուկասյանը հասել է այն բանին, ոչ միայն Հենդերսոնի պատմության մեջ, այլ Ամերիկայի ընդհանրապես դատական համակարգում գոյություն չունեցող մի այնպիսի արդյունքի է հասել Վարդան Ղուկասյանը, որ այսօր ինքը կալանավայրից ոչ թե վճարում է, որ հեռախոսակապ ունենա թեկուզ իր մոր հետ, այլ ինքը այսօր կազմակերպում է քարոզարշավ Հենդերսոնի կալանավայրից։ Դա հերոսություն չէ, դա կամք չէ, դա հավատք չէ իր գործի նկատմամբ։ Եվ ես ուզում եմ այդ հանգամանքը հաշվի առնելով հիշեմ մեր Հանճարեղ Չարենցի խոսքերը, որ հիմա Վարդան Ղուկասյանը այսպիսի անձնավորություն է, կամքը անկոտրում և հոգին բետոն։
Ոչ թե նա միայն իր ազատության, իր հարմարավետության համար է բանանում, պայքարում, այլ եւ լուրեր են եկել, որ Հենդերսոնի կալանավայրում բոլոր կալանավորների կողմից Վարդան Ղուկասյանը ամենամեծ հեղինակությունն է, որովհետև բոլորը օգտվում են այն պտուղներից, արդյունքներից, որ Վարդան Ղուկասյանը ասել է։ Ուրեմն հարգելի հայրենակիցներ, լսելով իմ այս խոսքերը, տոգորվեք հավատով, հավատացեք, որ դուք կուսակցությունը գալու է իշխանության, դուք կուսակցության հիմնադիր առաջնորդը թույլ չի տալու որևէ մի անօրենություն Հայաստանի Հանրապետությունում եւ մեր իշխանության գալու պարագայում երկիրը արմատապես վերափոխվելու է եւ դառնալու ինչպես Լևոն Բաղդասարյանն է ասում արևային ես էլ դրան ավելացնում եմ եւ լուսաճաճանչ Հայաստան եւ առաջարկում եմ ձեզ հորդորում եմ գնալ անպայման ընտրությունների գիտեք հрьяաները մի այսպիսի կարգախոս ունեն հрьяաները ընդհանրապես մարդկությանը բաժանում են երկու մասի հрьяաներ որոնք Աստծո կողմից ընտրյալներ են եւ մնացած բոլոր ժողովուրդները անկախ իրենց ազգությունից գույնից եւ այլն նրանք գոյեր են խորհրդային շրջանում այսպիսի կարգախոս ունեին հрьяաները ասում էին գոյերը մի կոպեկը համարում են որ դա փող չէ իսկ հрьяաները մի կոպեկը համարում են որ դա փող է որովհետև 100 կոպեկը 1 ռուբլի է հիմա ես այդ կարգախոսը ինչու հիշատակեցի որ շատ մարդիկ կան որ ասում են հա ես գնամ ընտրեմ իմ մի ձենով ինչ պիտի լինի ոչ մի բան էլ չի փոխվի հիշեք այս կարգախոսը մի ձենը գուցեև շատ թույլ է բայց այդ մի ձենը եթե բազմապատկվում է 100-ով դա արդեն ուժ է իմացեք մի ձայնը նույնիսկ մեծ նշանակություն ունի որովհետև 1 դառնում է 100 ձայն հետո դառնում է 1000 ձայն եւ այլն եւ այլն եւ այլն գնացեք ընտրատեղամաս եւ ձայնը տվեք 15 համարին ընտրացուցակի ընտրաթերթիկի հա ընտրաթերթիկի 15 համարին դուք կուսակցությանը բարին եմ ձեզ Շնորհակալ եմ շատ պարոն Գրիգորյան շատ հետաքրքիր հարցազրույցի համար ուզում եմ ասել ժողովուրդը եթե գնա ընտրության ինչու պետք է վստահի հենց դուք կուսակցությանը եւ ինչու պետք է ձայնը տա ձեզ բայց դուք արդեն ինձանից առաջ ընկաք եւ պատասխանեցիք այդ հարցին Ես էլ ձեզ եմ շնորհակալ Իսկ ես հիշեցնեմ, որ իմ հյուրն էր դոկ կուսակցության քաղաքորդի քարտուղար, դոկ կուսակցության падգամավորի տեխնացու Ռաֆայել Գրիգորյանը։ Իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել Փակ TV-ի ալիքին։ Կհանդիպենք։ Կան մարդիկ, որոնց կարելի է փակել բանտում, բայց անհնար է կոտրել նրանց կամքը։ Վարդան Ղուկասյանն անցել է ճնշումների, մեկուսացման, ծանր փորձությունների միջով, բայց չի ծնկել չի լռել և չի հրաժարվել իր պայքարից։ Այսօր 100 հազարավոր մարդիկ նրա մեջ տեսնում են ոչ միայն քաղաքական գործի, այլ մարդու, ով պատրաստ է պայքարել Հայաստանի համար։ Վարդան Ղուկասյանի առաջնորդությամբ վերադարձնելու ենք հայությունից հարկադրաբար խլված արժանապատվությունը, վերածնելու ենք ազգային ոգին և կառուցելու ենք արդար արժանապատիվ պետություն։ Ընտրությունների գնում ենք միասին, հաղթում ենք միասին։ Ընտրում ենք դոկ կուսակցությանը, թվյաթերթիկ համար 15